Դա հնարավոր չի։ Ես պետք է քնեմ, որ իմ ձայնալարերը ճիշտ աշխատեն, ես 21-րդ դարի կինը շատ վազում է։ այդ համեմատությունները ինձ դուր չեն գալիս։ Ես միշտ ասում եմ, որ ես չեմ կարող երգել քո ձայնով, դու չես կարող երգել իմ ձայնով։ Եթե կարողանայիր մամայից մի բնավորության գիծ, մի հատկություն վերցնել քեզ, որը կլիներ։ Դեռ այնպես իրավիճակ էր, որ ակնհայտ անարդարություն էր։ Չէ, Սոննա, դու չունես դա մի էլ։ Ծաղիկի հետ նվերել պետք է գնել կանանց եւ աղջիկներին։ Ամենաջղային զայրացած Սոննան որպես մամա, դա որ պահն է։ Չեմ ուզում իմ կյանքում մտցնել որոշակի այդպիսի սահմանափակումներ, որ իմ կյանքը կբարթացնի։ Դու իր դժվարը։ Սթափ եղիր, նյարդային բջիջները չեն վերականգնվում։ Մարին դու ես։ Che bella cosa una giornata sole։ Ինձ թվում է ինքն իր կյանքով է ապրում։ Եղեք ինչ համով է։ O sole mio։ 1 2 3 Գնացինք Սոն ջան։ Ջան, Ինքան ուրախ եմ որ եկել ես։ ես էլ եմ շատ ուրախ քո արևոտ տաղավար, արևոտ էներգետիկայով հմայլվելու եւս մեկ շանսը։ Շատ հաճելի է քեզ ընդհանրապես տեսնել ու շատ հաճելի է որ քեզ կարելի է տեսնել Երևանի փողոցներում։ Դու բերեցիր հետդ մի միտք, որ կարելի է լինել շատ հայտնի, կարելի է լինել սուպեր աստղ ու մնալ Երևանի աղջիկ։ Սուպեր աստղ, չգիտեմ, ես միշտ այդ աստղ մի տեսակ թերահավատորեն եմ մոտենում, որովհետև միշտ ասել եմ, որ սիրում եմ երգել եւ սիրում եմ այն ամեն ինչ որ ես անում եմ ու եթե դրա արդյունքում հայտնի եմ դարձել, շատ ուրախ եմ, երբ որ ճանաչում են եւ այլն, բայց այդ բարերից մի քիչ միշտ խուսափում եմ, որովհետեւ մեր երկիրը շատ փոքր է, մեր քաղաքը շատ փոքր է ու բոլորս ճանաչում ենք ու մի քիչ այդ աստղային կյանք, բան Իրականում իմ համար էլ Հայաստանում, Երևանում այդ շատ sense են որ Այսինքն դու պետքա տնից դուրս Այսինքն չգաս։ ակնոցով բան գախնի մի քիչ ճանաչ։ Ինչ պետք է անես, պետքա տնից դուրս չգաս, պետքա քեզ սահմանափակես գնալ մասսայական վայրեր։ Չեմ ուզում իմ կյանքում մտցնել որոշակի այդպիսի սահմանափակումներ, որ իմ կյանքը կբարթացնի, սրճարանել եմ գնում։ Սոն նաև դու գիտես ինչ բերեցիր քո հետ, դու բերեցիր որ կարելի է ասենց full աշխատել ունենալ համերգների են որ մաքսիմալ դոզա, ասենց ավելի հոգնածությունից մեռնել։ Ավելի շատ չեմ պատկերացնում, բայց նաև լինել full մամա, լինել քույրիկ, դուստր, փողոցում մարդկային շփվել եւ այլն։ Հիմա ինձ մի հատ շաբլոն հարց կա, էլի։ Ո՞նց ես անում, ո՞նց ես հասցնում։ Ոչ մի արհեստական բան չեմ անում, դրա համար էլ անում եմ։ Ոչ մի բեմադրական, ոչ մի ինչ-որ տենց մտածած, ունես օգնող ստրատեգիկ տանը երեխայի հետ կենցաղում ունեմ օգնող ու իմ միշտ ամենամեծ օգնողը երբ որ ես շրջագայում եմ երկրում չեմ մամաս է որ միշտ կարող եմ հույսս դնել իր վրա ու ցանկացած ժամի, ցանկացած օր երբեք չի ասի չէ մամ ես գնում եմ Քո հրաշք հեքիաթային մաման։ Իմիջիալից ուզում եմ օգտվելով առիթից նաև մեզ դիտողներին ասել, որ ժողովուրդ միշտ երիտասարդ մամայի կյանքում կամ առհասարակ մամայի կյանքում լինում են օգնողներ։ 21-րդ դարի կինը շատ վազում է ու երբ տեսնում եք ինչ-որ մեկը 4 երեխայի ֆանտաստիկ հասցնում է նաև աշխատանք, այդ պատմության հետևում կան օգնող մարդիկ։ Ես նման բաներ միշտ փորձում եմ ասել, որովհետև երբեմն տեսնում են մարդիկ հեքիաթային պատկեր ու մտածում են իրենք դա չկարողացան անել։ Այսինքն դա կամ մաման է, կամ քույրիկն է, կամ դայակներն են, միշտ կան մեր կողքին մարդիկ, ովքեր մեզ օգնում են ու ապրեն իրանք։ Միշտ ունենք օգնող մարդ, բայց ինձ ամուսինս էլ է շատ օգնում, որովհետև ծնված օրվանից։ Եթե իր կողմից էլ օգնություն չլիներ, ես չեմ պատկերացնում։ Գիշերներն էլ եք տենց հերթով պահել։ Այո, հերթով պահել ենք եւ ասելա դու քնի, ես կնայեմ, հետո հակառակը, այսինքն միշտ ամեն ու միջև այսօր էլ
ես միշտ կարող եմ հույսս դնել իր վրա, որ միշտ կա Փոխվել են, չէ՞ նաև հայ տղամարդիկ, հայ պապաները։ Այո, փոխվել են, բայց իմ papan էլ է այդպեսին եղել, գիտես։ Հա, ես հիշում եմ, որ միշտ մեզնով հետաքրքրվել է, միշտ օգնել է, այսինքն թե դպրոցի հետ կապված, թե այսինքն միշտ ներգրավվածություն մամայի ու papai կողմից, երկուսի կողմից համատեղ եղել է։ Դե բնականաբար է հոգսը։ Մի քիչ ավելի շատ մամաների վրա է լինում, բայց ես հիշում եմ, որ papai-իս կողմից էլ այդ օգնությունը միշտ եղել է։ Էնպես որ ավելի շատ ուրախ եմ, որ տենդենսները մի քիչ ավելի փոխվում են եւ տղամարդիկ գիտակցում են, որ այդ երեխան հավասար երկուսինն է եւ պետք է բացի ֆինանսական օգնությունը նաեւ ուրիշ հարցեր կան, որ կինը իրեն շատ թեկուզ այդ մի ժամ քնելը, երբ որ երեխան նոր է ծնվել, այն մարդիկ, ովքեր երեխա չունեն, չեն էլ պատկերացնում դա ինչ է։ Ես երբ ուզում քնում էի, երբ ուզում արթնանում էի, ես ասում էի ոնց իմ քունը խանգարվի ինչ որ մի կերպ, դա հնարավոր չի։ Ես պետք է քնեմ, որ իմ ձայնալարերը ճիշտ աշխատեն, ես ունեմ մեզ երեխա ու հասկանում ես, որ դու պետք է քնես այն ժամանակ, երբ որ ինքը, չգիտեմ, կհամոզվի կամ Երբ պատահականության արդյունքում, հա, ասում եմ Մարի ջան, ինչ ես արթնացել, գիշերը ժամը 2-3 ասում եմ, ինչ ես ուզում։ Ասում ոնց ինչ ես ուզում։ Կամ օրինակ ուզում Սուպերմենին զանգի, կամ Սփայդերմենին, հա։ Դու ասացիր ֆինանսական, հա, բերի մասին, որ ամեն դեպքում երևի թե դեռ կա, որ տղամարդու վրա է հիմնականում ծախսը ընտանիքի։ Ինձ թվում է միշտ այդպես է եղել, բայց ես ուրիշ բան եի ասում, որ ոչ միայն տղամարդը ֆինանսապես պետք է ապահովի, ես արել եմ, վերջ։ Երևանի թեման շարունակելով, որոնք են սիրածդ տեղերը։ Ամբողջ Երևանը։ Ինչ որ սրճարաններ կան, որ Դե Կասկադը շատ եմ սիրում, սրճարաններ կան, որ հաճախ եմ լինում եւ ինձ շատ լավ եմ այնտեղ զգում։ Մարին էլ արդեն իրան շատ լավ ազատ ու հանգիստ զգում։ Ես վայելում եմ Երևանը ամեն օր։ Երբ որ անգամ ամենագեղեցիկ եվրոպական քաղաքում եմ, ես մեկը մտածում եմ, որ ես գնալու եմ Երևան, Էմիլի հետ կամ մամայիս ու քուրիկիս հետ գնալու ենք այս կաֆեն ու սուրճ ենք խմելու, զրուցելու։ Այս պահի ֆավորիտդ ո՞րն է։ Ամենասիրածդ սրճարանն է այս պահին։ Անուն չեմ տա։ Դու։ Չէ։ Գովաս կլինի։ Չէ, չեմ տա։ Ինչ ես մտածում Սարյանը, Պուշկինը, որը տենց ակտիվացան։ Կասկադը մի քիչ երկրորդական դարձավ, թե չէ, մեկը քո ֆավորիտը Կասկադն է։ Պուշկինն էլ եմ շատ սիրում, Կասկադն էլ եմ սիրում։ Կասկադն էլ իր Կասկադը ինձ թվում է միշտ իր հետաքրքրությունը պահելու է, կապ չունի, որ փողոցը ավելի կզարգանա սրճարաններով եւ այլն, Կասկադը միշտ մնալու է։ Քո երազանքի տեղը Կասկադն է։ Երևանում ապրելու։ Հա, կուզեիր Կասկադում ապրել։ Կուզեի։ Կապրես։ Կապրեմ։ Հաստատ կապրես։ Կա, բնակարան կա։ Դուք պետք է։ Նվեր ունեք, հա ինձ։ Այո։ Վայ դրա համար կանչել ես հաղորդման, շնորհակալ եմ շատ։ Փոքրիկ նվեր ունեք Կասկադում բնակարան։ Ձեր կապը, հա, քո մամայի ու քույրիկիդ, սենց ոչ միայն ինքը կա շատ, այլև մենք բոլորս դա տեսնում ենք, հա, որովհետև տեսնում ենք քո սոցցանցերում, տեսնում ենք Երևանի փողոցներում, ինչ է քո համար այդ ձեր այդ եռյակը, ու այդ եռյակի մեջ ով ինչ դեր ունի, որովհետև մենք գիտենք մեր դերերը, չէ՞, մեր ընկերուհիների հետ, մամայի հետ, քույրիկի։ Ուրեմն 3 նկարահանման էի ու Մերին ասել էի այս ժամին վերջացնում եմ, կգաս սուրճ խմենք, ասեց հա։ Ու երբ որ դուրս եկա, արդեն ապակիների մոտ կենտրոնում էր նկարահանում ու սպասում էր ինքը ինձ։ Ու նկատեցին այս մենեջերը իմ ասում է դուք ամեն օր փաստորեն, այս ինչ շփում է, էլի, հիացած sense, ասում եմ, հա, եթե ես մեկ օր չտեսնեմ մամային կամ Մերին կամ եղբորս, երբ որ չտեսնեմ, այդ չգիտեմ։ Ես ոնց որ հոգիս ծաղկի, երբ որ ես իրենց հետ շփվում եմ։ Իսկ ձեր մեջի են sense ամեն ինչի հանդեպ բարին ով է, որ անուն է դնում։ Դու բարին ես։ Անուն դնողը դե իհարկե։ Մերինա։ Դու էլ գիտես։ Տեսել ես։ Իսկ մամայի մաման էլ լրիվ այդ ամեն ինչը ստաբիլ է, հա, դե հավասարումն է մեր, էլի։
հանգստացեք եւ Սոն իսկ իր տեղը դնողն է։ Հիմա որ դու ինչ որ մարդկանց հանդեպ կամ իրավիճակների հանդեպ քո բնավորությանը համաձայն տենց բարի ես արձագանքում, մերին տենց ավելի տենց գտնում ա խնդիրներ ու հետո ասում ա ես քեզ ասում էի։ Այո, լինում է։ Եթե իմ հանդեպ ինչ որ մեկը ինչ որ սխալ քայլ է անում, մերին ինձնից ծանր է այդ ամեն ինչը տանում։ Եթե անգամ ինչ որ մեկը փոքր կամ մեծ ինչ որ իմ հանդեպ սխալ քայլ է անում, ես կիսվում եմ ու պատմում եմ, մերին շատ ավելի ինձնից շատ ավելի ծանր է Այդպես է։ Հետո հակառակն էլ է լինում իրականում, երբ որ ես ինչ որ բանից վրդովված եւ բարկացած զանգում եմ կամ մամայի հետ եմ կիսվում կամ մաման միշտ ինձ հանգստացնում է միշտ փորձում է ոչ թե իրավիճակը սրել, այլ եզրեր գտնել, որ իսկ միգուցե այս տեսանկյունից նայես, իսկ միգուցե ուրիշ տեսանկյունից, իր տեսանկյունից նայես, լավ, միշտ հանգստացնում է։ Սոն, եթե խաղաղություն է բերում։ Եթե կարողանայիր մամայից մի բնավորության գիծ, մի հատկություն վերցնել քեզ, որը կլիներ։ Դիմացկունություն եւ ճիշտ ժամանակին ճիշտ դատելու ու իրավիճակը բոլոր կողմերից տեսնելու այդ կարողությունը, այո, ընդհանուր պատկերը տեսնելու, որովհետեւ ես երբեմն թե մասնագիտական առումով թե կարող է իրավիճակին մի քիչ ավելի նեղ նայեմ, բայց ինքը երբ որ ես կիսվում եմ, փորձում է ինտերվալը ավելի լայնացնել ու ասում եմ, հա, բայց ու վերջում միշտ ասում եմ, հա, դու ճիշտ ես։ Ինձ թվում է այս այն պահն է, որ հենց կանանց միամսյակի շրջանակում։ Ահա, ավելացնել։ Զնգ։ O sole mio, sta in fronte a te, sta in fronte a te. Հրաշալի է, այսուհետ մեր շապկայի երկը փոխվեց։ Վայսոնա, ապրես դու։ Ինձ թվում է խմենք մեր մամաների համար։ Խմենք այս օրգանիկ սպիտակ տակարով։ Ինչ շատ է դուր գալիս։ Սենց համ ծաղկային, համ բույր ես գում, համ ցիտրուս, համ միրգ ու կարևորը սենց փափուկա։ Ես սիրում եմ խմելու, գիտես ինչը, որ սենց մի քիչ հյութի նման լինի, սենց որ ծանր, վախենալու խմիչքներ չեմ սիրում, էլ սենց հաճելի լինի։ Ես շատ լավն է։ Տակարի սպիտակը օրգանիկ։ Ոնց է մաման ձեզ դաստիարակել ու ինչ մամայից դու հիմա։ Օրինակ ես իմ մամայի համեմատ բոբո եմ։ Իրոք։ Հա, ու մամաց գիտես նենց է նայում մեկ-մեկ, ինձ մեկ-մեկ թվում է ես այս ինչ եմ անում, որովհետև հա որ ես հա ես հիշում եմ իմ մաման ինչքան խիստ էր։ Հա, ձեր մոտ հակառակն է։ Յուրաքանչյուր հարցում հյուր գնալիս 90-ականների շատերն են մեր սերնդակիցներից շատ հյուր գնալիս, ասենք երկրորդ կոնֆետին ձեռքդ էր, անասելի մի բան էր։ Շատ խելոք պետքա մնայինք, շատ կիրթ, դաստիարակված եւ ոչ մի չարություն պետքա չանեինք։ Եթե հանկարծ ինչ-որ բան այն չէր գնում այդ հանդիպման ժամանակ, մենք գիտեինք, որ դուրը փակվելու է։ Մենք հիշում ենք, որ 1000 տարեկան ենք, թեպետ մամաս շատ ավելի բարի է միգուցե որպես մամա եղել, քան ես, բայց մենք 1000 տարեկան ենք, որ հյուր էինք գնում, պետքա դուրս գանք, մաման նայում էր մեր վրա ու ասում էր ինչ պետք է ասենք, ու բոլոր անկախ սերից տարիքի շնորհակալություն։ Ու ես երբ որ հիմա ինչ որ Մարին սրճարանում կամ տանը ինչ որ ուզում եմ բարկանալ, ասում եմ Մարի չի կարելի դեվան, մաման ասում է վայ, երախո, բայց ինչ է։ Հա Ուզում եմ ասեմ, մամա, բաբուր ինչ անում, սրանից 10 անգամ նուրբ բաներ էինք անում, բայց ես այդ դաստիարակությունը վերցնելով տարիներ հետո հասկացա դա ինձ ինչքան պետք էր ու մարդու կյանքի տարբեր փուլերում այդ ծնողական, այդ տարիքի դաստիարակությունը ոչ մի կոնկրետ եւ կոպիտ բան չի եղել, բայց անընդհատ խոսում էր, անընդհատ գիշեր, ցերեկ, մենք այդ խոսքերը լսում էինք, երեքս էլ այդ նույն խոսքերով դաստիարակվել ենք եւ հիմա ես էլ փորձում եմ անընդհատ խոսել Մարիի հետ
Անընդհատ Այդ խոսել։ անընդհատ խոսալուց մի հատ sense ֆրազա կա, որ sense ամենաշատն է տպավորվել ու հաճախ հիշում ես մանկությունից։ Մամայի դա ասում էր, որ ամեն դեպքում, ամեն իրավիճակում սթափ եղիր, նյարդային բջիջները չեն վերականգնվում եւ պետքա նյարդերը խնայել։ Այդ շատ լավ եմ հիշում։ Ու կան ֆրազաներ, հիմա չեմ հիշի, որ մաման ինձ էր ասում, ու որ փոքր էի հասկանում, բայց հիմա ես որ Մարիին ասում եմ, առանց գիտակցելու, օրինակ պետքա հիշեմ, ժամանակ է պետք որ հիշեմ, բայց երբ որ մի արայի նման մի բան, հա, ինչ որ մի բան։ Դե հոգնեցի նույն բանը կրկնելով։ Քանի անգամ կարելի ասել։ Ախր հոգնեցի այդ նույն բանը անընդհատ ասելով։ Ու հիշում եմ, որ մաման ասում էր, չէի հասկանում, այդ ինչից հոգնեց։ Բայց հիմա հասկանում եմ։ Սոն մի քանի օր առաջ քո մենահամերգներ ու ես շատ ուզում էի ներկա լինել, որովհետև նախ քեզ Ես այնքան ուրախացա, որ ձեզ տեսա։ Քեզ շատ սիրում եմ քո ձայնը ու դու իմ համար գիտես ինչ, այ ճիշտ բան ասեցիր սկզբում, հա որ խոսում ենք որ Հայաստանում, Երևանում այդ սուպեր աստղ բառը մի քիչ այնքան սխալ է, դու իմ համար երգչուհի ես։ Դու իմ համար երգող աղջիկ ես, երգող կին ես, որը քո մեջից է, այնքան երևում է, որ դու սիրում ես երգել։ Այ շատ եմ սիրում։ Դա այնքան սթափվում է քո վրայից, որ դու սիրում ես դա։ Ու այդ համերգը շատ ուրախ եմ որ կարողացանք համերգին լինել ու ընթացքում ես ոչ միայն հիանում էի քո երգով, նաև շատ երաժիշտներ էին իմիջայլոց։ Շատ լավ Արա Մարտիրոսյանի երգը հիմա անունը կարող չհիշեմ։ Ինչ ֆանտաստիկ, այնց մի քիչ ռոկային, հա, տանող տարբերակով էր ու համերգի ընթացքում ինչ էր տեղի ունենում։ Բեմը շատ մեծ չէ։ Սոնան երգում է, երաժիշտներն են, փորձում է շարժվի ու Մարին գիտի որ դա իր համերգն է, դա ամբողջ հանդիսատեսը իր համար է։ Հախնում ու գալիս բարձրանում էր բեմ։ Ու վերջում արդեն ինքն էր բեմում, նաև ընկերները նոր ձեռք բերել։ Ու քանի որ ինքը դժվարանում էր բեմ բարձրանալիս, ասում էր այդ երեխեքին, ասում էր ինձ օգնեք, դու այդ չգիտեմ տեսնում եք, թե չեն դա բրթում էին, մեկը ոտներ բարձրացնում։ Ես հազիվ էի պահեր կա զսպում, ոչ մեկ չէր կարողանում իրեն իջեցնել բեմից։ Ախր մենք պայմանավորվել էինք, ես ասել էի Մար, նայ, դու գալիս ես։ Ինքը նոր գիտար ուներ Էլզայի Սարցե սիրտը մուլտֆիլմի սաունդթրեքերն է երգում այդ գիտարը ու ինքն էլ նվագում է ու երգում է ասեցի Մար գալիս ես բայց արի բեմ չէ ես բեմ եմ ասեցի չէ էլի այս չէ էլի դու բեմ մի բարձրացի ես Էլզայի գիտարով պետքա նվագեմ բեմում հիմա ասում եմ Մար ոնց ասեմ մի խոսքով մի կերպ համաձայնության եկանք որ չէ ինքը չի գալու այդ գիտարը տանն ենք թողնում բան համերգը սկսվեց երբ որ ծաղկեփունջը բերեց տվեց դրանից հետո արդեն իրեն բեմից իջեցնել ոչ մի կերպ չստացվեց ես հիանում էի քո պահելաձևով այսինքն կան մարդիկ ովքեր կջղայնանային բայց կփորձեն ցույց չտալ կան արտիստներ որոնք կփորձեն դա խաղարկել բայց դու այնքան բնական բարի մամայի վիճակի մեջ էիր, այն որ համ ուզում էիր իրան հանեիր, որովհետև ինքը քեզ խանգարում էր իրականում։ Բայց ինքը չէր գնում, ոչ բոլորը եկան, փորձեցին, բայց ինքը չէր հանձնվում։ Սո նաև անհնար է չգար, չէ։ Դե հա, որովհետև ինքը ինձ թվում է ապրում ինքը մեկ շաբաթ պատրաստվել էր այդ համերգին։ Ինքը ամեն օր ասում էր այսօր էր համերգ, ասում եմ չէ։ Հիմա դու նայ, դու եւ Մարիի համար եւ բոլորից համար ինձ թվում է պարտավոր ես ու պետքա մեզ խոստանաս, որ պետքա լինեն շատ մենահամերգներ։ Ընդհանրապես այն, որ ես կարդացի, որ դա քո առաջին մենահամերգն է, դա առաջինը չէր, բայց քանի որ առաջինը Հայաստանում առաջինը չէր, որովհետեւ Հայաստանից դուրս ունեցել եմ բազմաթիվ մենահամերգներ անցյալ տարի Բոստոնում ունեցա եւ շատ են եղել համերգներ բայց երբ որ Գարիքսոնա պրոյեկտը սկսեցինք Գարիքսոնայից զուգահեռ ես արդեն ունեի բենդ որ երգում էի երգերը եւ այլն այդ բենդը ում տեսանք այն օրը հարվածային գործիքները եւ բաս գիտարը նույն մարտիկ էին Դավիթը Պողոսյան, բաս գիտարահարը եւ հարվածային գործիքները Գորա Ավետիսյան այդ խմբում էին իմ տարիներ առաջ որ կազմավորվել էր հետո Գարիքսոնային զուգահեռ այդ բենդը գործում էր երգում էինք համերգներ եւ հետո
ժամանակի սղության հետ կապված եւ քանի որ Գարիկ Սոնան արդեն ուներ համերգներ եւ այլն, ես չգիտեմ ինչ ստացվեց, ինչ եղավ ու քիչ-քիչ ես իմ այս բենդի գործունեությունը այդքան ակտիվ Իսկ նաև Գարիկ Սոնա պրոյեկտի խտության պատճառով էլի շատ խիտ այո, էր։ գրաֆիկը շատ խիտ էր եւ կիսատ թողեցի մի խոսքով։ Եվ տարիներ հետո, երբ որ մեր բենդի Գարիկ Սոնայի երկու Դավիթները արդեն տարբեր պատճառներով էլ մեր բենդում չէին, եւ ես Գարիկին ասացի, որ այսպիսի երաժիշտներ կան, շատ լավն են եւ ինձ հետ նվագել են եւ այլն ու Դավիթին ու Գորին հրավիրեցինք Գարիկ Սոնա բենդ եւ արդեն առանց իրենց ես չէի կարող ունենալ բենդ, որտեվ իրենց համ շատ եմ սիրում, համ շատ լավ ընկերներ են ու արդեն Գարիկ Սոնայում էին իրենք ու այնտեղ էլ իրենք եղան եւ արդեն նոր կազմ ձևավորեցինք, արդեն փողային գործիքներով եւ շատ մեծ արդեն կազմ ունենք, փորձեր արեցինք եւ այլն ու շատ ափսոսում եմ, որ այս շատ մեծ ինտերվալը մոտավորապես 6-7 տարվա ես ունեցել եմ ու այդ տարիների ընթացքում ես սոլո համերգներ բենդով չեմ ունեցել։ Այսինքն ինչ որ առումով բացա ու համարում եմ, որ ինչ որ չափով կորցրել եմ այդ տարիները, բայց Գարիկ Սոնայի գրաֆիկը այնքան խիտ ա եղել, որ ես իմ մեջ եմ համարում, որ ես կորցրել եմ, բայց ես երգել եմ ամեն օր։ Հիմա այդ քո ասած 6-7 տարվա տենց ինչ որ առումով բաց լրացնելու համար առաջիկայում էլի լինելու են մենահամերգներ։ Անպայման։ Սա գիտես ինձ թվում է որ ավելի մեծ նաև պետք է անես։ Դե հա, բայց ավելի մեծի համար պետքա փոքր քայլերից սկսել, քանի որ ես այդ փոքր քայլերը բաց եմ թողել։ Սա դու բաց ես թողել, բայց դու մի հատ նայ քո անունը, քո փորձը, քո քանակը համերգների։ Ինձ թվում է դու ինչ ուզես կանես, այդ էս տպավորությունն է իմ մոտ։ Դու ինչ ուզես կանես։ Դա մեկնարկներ։ Ոչ թե առաջիններ, ոչ թե այլ մեկնարկներ են ճանապարհի, որը որ շատ վաղուց ինչ որ մի պահի կտրվեց, բայց չեմ դադարել ստեղծագործել, երգել նոր երգեր, երգել հենց ինձ համար գրված երգերը, դու ես ստեղծագործում։ Ես եմ ստեղծագործել եւ երգել եմ այդ երգերը, բայց որպես այդպիսին սոլո համերգ չէր եղել։ Ու սա մեկնարկներ սպասում ենք հաջորդին։ Մարի այդ տեսակը, որը կա, որը իմիջիայլոց մի անգամ լավ ասացիր, եթե մարդկանց ուրախացնում է, ու ինձ դա մեծ բան չի գնում, ինչու ես դա չպարգևեմ մարդկանց ու իրոք ես չգիտեմ էլի ուղղակի sense մի հատ էլիքսիր է իր տեսակով իր կերպարով համով սիրուն վառ sense մի քիչ լկստված բան այդ ամբողջը միասին Մարին դու ես դու չես չէ լրիվ Մարին ես եմ երբ որ ինչ որ բաներ անում ով ինձ շատ լավ ճանաչում է առօրյայում ու գիտի ես ինչպիսինն եմ ընկերական շրջապատում երբ որ ոչ մի տեսախցիկ չկա, այսինքն ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ շատ նմանացնում են։ Բայց դու փոքր ժամանակ Մարին էիր։ Ես փոքր ժամանակ, այո, ակտիվ էի մանկապարտեզի հանդեպ։ Դե ինքը մի քիչ ավելի նոր սերունդ է, բայց իմ մեջ էլ կար այդ սերը, ես տանը ունեի բեմ հատուկ, որտեղ կանգնում էի, երգում էի, պարում էի, նվագում էի եւ մանկապարտեզի հանդեսներին միշտ եթե ինձ գլխավոր երգերից չտային ես շատ կնեղվեի եւ այսինքն միշտ ես եղել եմ ակտիվ թե մանկապարտեզում թե դպրոցում հանդեսների ժամանակ չգիտեմ գիտես ինչն է հետաքրքիր քո մեջ որ դու ունես արտիստին բնորոշ բոլոր այդ կետերը հա որ դարձնում են արտիստ այսինքն տաղանդը անկաշկանդ ես ձգտող ես հա այդ բոլոր կետերը ունես բայց դրա հետ եկող կներեք մի քիչ են վատ չարուկ մասերը դու չունես այդ է ինձ թվում է գիտես քո այդ ֆանտաստիկ միքսը կարող է ցույց չեմ տալիս ուղղակի չէ Սոննա դու չունես դա մի էլ դա ինչ տիպի ես ուղղակի չեմ հասկանում այդ ամեն ինչը իր հետ ենթադրում է նաև
մրցակցության ոչ շատ բարի տարեր, բայց դու դա չեմ տեսնում ու անհնար է դու դա թաքցնես, մենք 1000 տարի Ես իրար միշտ գիտես գիտենք։ ինչ եմ ասում, երբ որ հարցը գալիս է մրցակցությանը, որ մենք երբեմն շատ անհամեմատելի ոչ թե մարդկանց, այլ իրեր, մարդիկ համեմատում ենք իրար։ Ինձ այդ համեմատությունները շատ դուր չեն գալիս։ Օրինակ, երբ որ կարելի է ելակը համեմատել դաշնամուրի հետ ու դրանով մարդուն ինչ որ խրատ տալ կամ այդ համեմատությունները ինձ դուր չեն գալիս։ Ու ես միշտ ասում եմ, որ ես չեմ կարող երգել քո ձայնով, դու չես կարող երգել իմ ձայնով։ Դե դու նայ դու բարի բան ես ասում։ Այդքանով ամեն ինչ Դու ավարտվում առողջ, է։ դու շատ առողջ եւ բարի նախադասություն ես ասում։ Ինչի համար առողջ մրցակցությունը միշտ լավ է մրցույթներում եւ այլն։ Ես եղել եմ բազմիցս մրցույթներում, սուպերստարն եմ հաղթել, հետո նոր ալիքում շատ տգեղ իրավիճակներ էին ստեղծվում մրցակցային եւ փորձում էին ինչ որ սխալ կերպով իմ մրցանակը ինձնից խլել, բայց ես պայքարեցի իմ մրցանակի համար, ստացա մրցանակս եւ այլն։ Այսինքն այդ մրցակցային իրավիճակներում ես միշտ եղել եմ, բայց դա մրցույթի շրջանակներում։ Իսկ դրանից դուրս ես շատ սիրում եմ իմ գոլեգաներին, հարգում եմ իրենց աշխատանքը, գնահատում եմ եւ ես առանձին անհատ եմ, չէ՞, ես մարդ եմ, առանձին։ Ու բոլորս ենք այդպեսին։ Պետք չի համեմատվել։ Մրցակցային վիճակում, որ օրինակ դու նկարագրեցիր, չէ՞, ինչ որ դեպքում անցյալից դու կարողանում ես տենց հանգիստ, stop, ոնց որ ասում ես, պայքարեցի, իմ մրցանակը հետ բերեցի եւ այլն, թե քո ներաշխարը խախտվում է, տհաճ ես քեզ զգում այդ ընթացքում։ Այդ տհաճությունը այդ ժամանակ չես զգում, հետո ես զգում։ Բայց եթե դու ամեն դեպքում արդարությանը հասել ես, որովհետև այնտեղ այնպես իրավիճակ էր, որ ակնհայտ անարդարություն էր։ Ուղղակի այդ դժվարությունը այսպես հիշում ես եւ դա քեզ ուժ է տալիս։ Իսկ քեզ հեշտ է նեղացնել։ Շատ։ Տարիների ընթացքում դա նույն չափի է մնացել, թե ավելի դժվարացել է։ Հա, գիտես, ինձ երբեմն թվում է ես շատ ուժեղացել եմ եւ ինձ շատ դժվար կլինի նեղացնելը, բայց այնպիսի իրավիճակներ հնարավոր է կյանքում լինեն, որ ինձ ուղիղ խոսքը չէ իհարկե, որ լսելով ինչ որ մի բան կամ ենթադրելով ինչ որ մի բան, Իսկ քո մեջ է այդ ամբողջը կատարվում, թե դու չէ, իմ մեջ է կատարվում այդ ամեն ինչը։ Ես չեմ էլ բարձրաձայնում, չեմ խոսում այդ մարդու հետ երբեք։ մամային պատմում ես։ Մամային պատմում եմ երբեմն, չեմ խոսում, ուղղակի զարմանում եմ լուր ու հետևություններ եմ անում։ Դե ասում եմ էլ այդ տարօրինակ միքսն ես։ Տենց դու քիչ է Հա, լինում։ բայց խոսելով, բարձրաձայնելով դու երբեք ոչ մի բանի չես հասնի, էլի։ Իսկ դու նեղացնում ես, որովհետև ձեր ասպարեզում, լավ, մեր բոլորի ընդհանուր ասպարեզում շատ են լինում դեպքեր, երբ որ, չգիտեմ, արտիստը լարված է, ուշանում է, ելույթը, ու շատ հաճախ լինում է, որ կողքից լինում են մարդիկ, ինչ որ sense մի հատ նեղ իրավիճակ եմ նկարագրում, որոնց տվյալ մարդը չի ճանաչում, բայց կարա նեղացնի։ Շատ հաճախ դա լինում է այդպես դեպքեր։ Ես հիմնականում ոչ մեկի չեմ նեղացնում։ Այ այդ է ուզում ասել, ես քո հետ ես կապված չեմ երբեք չեմ նեղացնում։ լսել։ Ամենալարված ու ամենաստրեսային պահերին էլ ես ոչ մեկի չեմ նեղացնում։ Ագրեսիա չի գալիս իմ մեջ, թեկուս, ասենք, չգիտեմ, հնարավոր է այնքան լարվածություն լինի, որ սիրտը դուրս գա, չգիտեմ։ Ում ես Մարմնից քաշել հետ։ սենց։ Պապային, ես շատ նման եմ իմ պապային, շատ նման եմ։ Երբեմն ես իրեն նայում եմ ու ոնց որ հայլու մեջ նայեմ։ Ես շատ նման եմ։ Ես հիմա, երբ որ գնում եմ իրենց տուն կամ հանդիպումների ժամանակ հետևում եմ իրեն, ես գիտեմ ինքը ինչ է մտածում։ Նույնն եք։ Հա, ու այս վերջերս չէ, արդեն Էմիլի մասին եմ ուզում խոսել, ես արդեն մի քանի տարի մենք հնարավոր է չխոսենք էլ։ Այդ հայացքներով Դու պապան։ Էմիլը արդեն։ Իմ ու պապայինը արդեն այդ գենետիկ կոդի մեջ ես հասկանում եմ, ես ինչպիսին եմ լինելու այս տարիքում, ես ինչպես եմ իրավիճակը ընկալելու այս տարիքում եւ այլն։ Ես պապային նայում եմ ու այդ ամեն ինչը հասկանում եմ։ Բայց Էմիլի հետ մի կապ է ձևավորվել արդեն, որ երբ որ ինքը ուզում է ինչ որ բան ասի, ես արդեն գիտեմ ինչ ասել։ Երբ որ ես եմ ուզում ավելի դժվար էր։ Դե սկզբում դժվար էր։
սկզբում տարբեր ասպարեզների մարդիկ, երկու տարբեր մարդիկ, երկու տարբեր Լավ դժվարը ավելի ով էր։ Դժվարը ես էի։ Դու իր դժվարը։ Դե իմ ասպարեզներ դժվար։ Իսկ Էմիլի մոտ կար խանգարող այն միտք, որ ինքը Սոնայի ամուսիններ։ Չէ, այդ խանգարող միտքը չի եղել իր մոտ, բայց ժամանակ պահանջվեց, որ ինքը ամբողջովին հասկանա ինչ է իրանից ներկայացնում, ոչ թե մասնագիտությունը, որովհետև տվյալ մասնագիտությամբ տարբեր մարդիկ կան ու տարբեր ձև են իրենց դրսևորում, այլ կոնկրետ այս մարդը իրանից ինչ է ներկայացնում, ինքը ինչի համար է այդ մասնագիտությունով զբաղվում ու մի քիչ ժամանակ պահանջվեց ու ամեն ինչ ընկավ իր Չի լարում, չէ, Էմիլը քեզ։ Չէ։ Այսինքն ինքը, չգիտեմ, բեմի կողքն է, Եթե ինքը լարեր, անհնար կլիներ բեմ դուրս գալը, որովհետև ես միշտ ասում եմ, այս մասնագիտությունը շատ զգայական է, զգայական աշխարհի հետ է կապված։ Եթե քո հոգեվիճակը չեղավ, երբեմն լինում է, որ ստիպելով բեմես դուրս գալիս առանց որևիցե մի ոչ այն վիճակով, որ ուզեիր։ Հա, սխալ հոգեվիճակով դուրս ես գալիս բեմ, բայց եթե դա շարունակական լինի ու դա գա ընտանիքից, տնից, երբեմն ներքին արտաքին ազդակներն են ստիպում, որ դու ծանր իր հոգեվիճակում լինես կամ բայց եթե դու տանն էլ անհանգիստ լինես ու տնից անհանգիստ գնաս բեմ, դու, չգիտեմ, շատ դժվար կլինի։ Իսկ եղել է համարյա դեպք, անհնարին որ կլինի։ օրինակ պետք է գնաս համեր կամ ելույթ, պետք է ունենաս տեսահոլովակ ու վիճելեք, որ ասում ես, ցույց ես կարևոր տեղ եմ գնում, ինձ համար շատ կարևոր է, որ այս վեճը հիմա չլինի, սկզբնական էտապում եղած կլինի։ Չեմ հիշում կոնկրետ այդպիսի դեպք, բայց թեթև խոսակցություն վեճ Հասկացանք, որ բարդը դու ես եղել, դու եւ քո ասպարեզը։ Բարդը դե հա, ես եմ եղել, մի քիչ դժվար է, էլի։ Դժվար է, ուղղակի դու ես շատ լավ։ Հիմա էլ, բայց ինքը արդեն սովորել է, երբ որ ինձ են մոտենում, Մարին են մոտենում, արդեն իրեն են մոտենում, դուք Սոնայի ամուսինն եք, դուք Մարի papan եք եւ այլն։ Բայց արդեն ժամանակի հետ սովորել է։ Իմ վերանորոգման կենսագրության մեջ իսկ ես վերանորոգում շատ եմ սիրում ու վաղուց։ Միշտ եղել է գրոհե ընտրել, գրոհե գնել պահը։ Սա այդ Նովային վերևի հատվածում հա դեպի Չարենցի փողոց այդ հայտնի խանութում, որտեղ արդեն 24 տարի է Ռեջինոքսը ներկայացնում է գրոհեն։ Ուզում եմ ասել, որ արդեն 2 տարի է 2024 թվականից սկսած, հենց հարևանությամբ սա այդ Նովա 37 հասցեում գտնվում է գրոհեի մոնո բրենդ շոուրումը։ Ընդհանրապես տարածաշրջանում դա մի եզակի վայր է, որովհետև ամեն ինչ կա այստեղ, սկսած ամենամատչելի տարբերակներից մինչև պրեմիում շարք սմարթ համակարգեր, մոդելներ, որոնք բազում մրցանակներ են ստացել։ Այդ ամեն ինչը կա, այդ ամեն ինչը այնպես է ներկայացված, որ ամեն ինչ կարող եք փորձել, փորձարկել, համեմատել եւ հետո ընտրություն կատարել։ Նաեւ ուզում եմ ասել, որ այստեղ միակ Հայաստանում կա գրոհե սպա պրեմիում շարքը։ Սպասելով հասկանում ենք, չէ, որ այդ սպայի մասին չի խոսքը, այլ մեր տներում ջրային հանգիստ ու հանգստացնող հատվածի մասին է։ Մի խոսքով, ուղակի գնացեք, տեսեք այդ ամենը, փորձեք, վայելեք եւ կատարեք ընտրություն։ Սոն այն հայտնիությունը, այն ամենը, ինչ որ դու հիմա ունես։ Ինչ ես մտածում, դա ոնց որ այդպես էլ պետքա լիներ, որովհետև փոքրուց երգել ես, ճիշտ քայլերով գնացել ես առաջ, չէ՞, ոնց որ տենց ժամանակի ու տարիների արդյունք է։ Թե ամեն դեպքում այդ հաջողության դերը շատ է կարևորում։ Ոչ մի բան այդպես չի, որ այդպես էլ պետք է լիներ, չէ՞, ինչ պետքա լիներ։ Քեզնից հաջողություն մարդիկ կան, քեզնից շատ աշխատասեր մարդիկ կան, բայց ոչ մի բան այդպես չի։ Աստծո գործն է։ Չգիտեմ, ես միշտ հավատով եմ շատ մոտենում եւ ծնողներս էլ ամեն ինչ արել են, հիմա ես էլ իմ երեխաների համար ուզում եմ ամեն ինչ անել երեխայի համար, ամեն ինչ անել, որ հաջողի ու այդ ճանապարհը կարողանամ ստեղծել իր համար, բայց ելի եմ ասում, մենակ ծնողը չի, Աստված է։ Ժամանակի ընթացքում երազանքներդ փոխվում են։ Ժամանակին երազում էիր Sting-ի հետ երգել։ Հիմա էլ եմ երազում։ Հա։ Անես որ երազում եմ Մարի հարսանիքը։ Մարի հարսանիքը չէ, չեմ երազում։ Լավ, արի Մարի հարսանիքին դու Sting-ը երգեք։ Այ հա։ Ասա լավ ասեցի։ Չնայած ես արդեն քանի տարեկան կլինեմ։ Չի ասում Sting-ը քանի տարեկան կլինի։ Sting-ին ես լսել եմ, իհարկե մի անգամ եմ լայվ լսել, բայց հիմա Կիպրոսում համերգ ունի ամռանը, հնարավոր է էլի լսեմ։ 6-7
8 տարի առաջ Լոնդոնում ձայնագրության պես երգում էր։ Սոն դասական քո օրերից է մի 3 տեղ ելույթ ես ունեցել, եկել ես հասել ես տուն։ Ինչ տարբերակում ես դու, որ sense մազերը հավաքում են, տնային շորերը հագնում են ու սկսում ես տունը դասավորել։ Բան ինչ է լինում քո երեկոն։ Դասավորելը չէ, բան ինչ որ մի համեղ բան պատրաստել։ Շատ եմ սիրում։ Բայց այդքան տենց շատ չեմ կարողանում, ինչ որ մի քանի բան եմ կարողանում, բայց այդ մի քանի բանն էլ այնպեսի հաճույքով եմ պատրաստում Մարի համար կպատրաստես։ Համերգից հետո իհարկե կպատրաստեմ։ Ընդհանրապես դու շատ կսպասեմ այդ պահին, որ երբ եմ տուն գնալու, որ ինչ որ համեղ բան պատրաստեմ։ Իսկ քո մոտ կա տենց միտք, որ լավ աշխատել ես, այն որ ասում ես երեկոն ես արժան եմ, չգիտեմ, թե սխալ ժամի ուտել։ Այո, իհարկե հնարավոր է էկրանին կողմից երևա որ հա դե լավ, շատ հեշտ է։ Ավելի հեշտ է օրինակ, քան, չգիտեմ, ուրիշ մասնագիտություն կամ, բայց բացարձակ ամեն համերգից առաջ այնպեսի ապրումներ եմ ունենում։ Անհանգստանում ես։ Շատ։ Ինչ հետաքրքիր է, տարիներ ի վեր դրա մեջ, բայց միևնույն մարդկային է դա։ Այն օր օրինակ ներկա էր համերգին, երբ որ մտա բեմ, դու ինչ զգացիր։ Ազնիվ։ Այո։ Ես զգացի, որ դու անհանգիստ ես։ Ես շատ անհանգիստ եմ։ Ու ես գիտես ինչ էի ուզում քեզ ասեի, ասենց ուզում էի գայ ասեի, որ ես բոլոր մարդիկ քեզ այնքան շատ են սիրում, որ դու կարաս ուղղակի ասենց նույնիսկ խոսաս։ Իմիջիայլից ուզում էի ավելի շատ խոսայիր, գիտես։ Ես էլ էի ուզում, ուղղակի իմ մեջ մի բան կա, ես փորձում եմ հանկարծ չձանձրացնել, բայց հետո իմ համար քիչ էր քո խոսքը։ Եվ ծրագիրն էր երկար, եւ խոսելն էլ ոչ թե որովհետեւ երբ որ շատ ես խոսում, քեզ թվում է թե հիմա կձանձրանան, երբ որ շատ ես երկում, երբեմն հետո շատ են խոսում, որ ոնց որ շնչառությունը դու էլ դրա խնդիրը չունես երևի։ Եվ մտածում էի չձանձրացնեմ հանկարծ։ Ու հետո երբ որ ծրագիրը բավականին երկար էր։ Ու երբ որ հետո մեկնաբանություններ տեսա, որ էլի մի քիչ երկար էր, պետք կարճ էր եւ այլն, հասկացա, որ չէ, դա ընդամենը իմ մտքում է։ Ծրագիրը շատ լավ էր, ուղղակի ես կուզեի դու ավել խոսեիր։ Ու ամենասկզբում էլ կուզեի ավել խոսեիր։ Ուզում էի ասենց գայ քեզ գրկի ասեի, քեզ տեղ բոլորը այնքան են սիրում։ Բայց հետո իհարկե մենահամերգը շատ լավ է երգչի համար, որովհետեւ մի քանի երգից հետո քո լարվածությունը դուրս է գալիս։ Բարդը ընդհանուր համերգներն են, երբ որ դու ունես ընդամենը 1 կամ 2 ելույթ եւ այդ 1 երգի մեջ պետքա խտացնես ու տեղավորես այդ ամբողջ էներգետիկան, որը որ դու այդ երեկոյի ընթացքում հանդիսատեսին պետք է տաս։ Քեզ արդյոք կհիշի, թե չի հիշի, կտպավորվի երգից, թե ոչ։ Մենահամերգը գիտես, որ այս երգն էլ չտպավորեց, հաջորդը կլինի։ Հուզմունքդ առաջինից երկրորդից հետո կանցնի եւ այդպես էլ եղավ իմ մոտ։ Առաջին 2 երգից հետո ամբողջ հուզմունքը անցնի։ Իսկ հուզմունքը երբ լինում է հուզմունք ձայնիդ վրա որպես գործիք, անդրադառնում է թե արդեն պրոֆեսիոնալիզմային մակարդակում ես, որ չի անդրադառնում։ Դե պետքա կարողանաս կառավարել, որտեվ ձայնը այն ամենանուրբ, երբ որ քո հոգեվիճակը ինչ որ տատանումներ է ունենում, առաջինը ձայնն է, չէ՞ որ նույնիսկ խոսելիս զգացվում է, երբ մարդ առաջինը ձայնն է, հետո նոր մնացած ազդակները ու իհարկե երբ որ հուզվում ես, շնչառությունն է արդեն տատանվում, ձայնալարերն են դողում։ Իսկ համերգից առաջ կամ հետո քո համար որ կետերն են, որ ամենակարևորն են, չգիտեմ, հագուստ, առողջություն, որ կետերն են, որ շատ կարևոր են քեզ համար ու եթե չկան, դու արդեն ոնց որ քո կոմֆորտ զոնից դուրս ես։ Համերգից առաջ պետք է հարմար լինի հագուստս, միանշանակ, որ ես չլարվեմ, ոտքերս չսեղմվի ու ես ազատ լինեմ, մաքսիմալ ազատ ու հանգիստ, բայց դա կարող ես դու շատ նեղ կորսետով էլ ազատ ու հանգիստ լինել, էլի, դա կապ չունի հագուստի նեղ լինելը կամ լայն լինելը։ Բայց համերգի ընթացքում երևի չես էլ զգում, չէ՞, մինչև համերգն է ավելի խանգարում։ Եթե դու մտնես բեմ այն հագուստով, որը որ դու մի կերպ ես հագել, զորով ես հագել, դու ամբողջ համերգի ընթացքում նեղվելու ես դրա պատճառով։ Խոսում էինք երեկոյան ուտելու մասին, հա, որը աշխատած ես լինում, մտածում ես դու ամեն ինչին արժան ես։ Իմ մոտ երբեմն տպավորությունն է, որ եթե ես շատ եմ այդ օրը աշխատել, երեկոյան ուտում եմ, իմ օրգանիզմը տենց ինձ ներում է այդ կալորիաները, բայց իրականում ինձ թվում է հենց ներում են, որովհետև այնքան էներգիա ես ծախսած լինում։ Ոնց է քո սննդակարգը, պահում ես սահմաններ, ինչ ես ուտում։ Ես ուտում եմ ամեն ինչ, բայց շատ քիչ չափաբաժիններով
Եվ առաջ շատ էի սիրում պաղպաղակ, շատ էի սիրում։ Հիմա էլ եմ սիրում, բայց երբ որ չափաբաժինը փոքրանում է, արդեն այդ հետաքրքրությունը դու չունես, էլի։ Ուղղակի, օքեյ, պաղպաղակ, օքեյ։ Ամեն ինչը այդպեսին է դառնում ու համերգից հետո անպայման պետք է ես ինձ քաղցրով պարգևատրեի ու դա մրցանակներ էլի, որ Ինչ կերար այն օրը։ այդ առաջ եմ ասում, հիմա արդեն Չէ։ հետաքրքիր է, չէ։ Հիմա ամենակարևոր նախապայմանը, որ համերգից հետո, անմիջապես հետո ուժասպառ չլինես, պետք է համերգից ուղիղ գնալ տուն, չխոսել, պարկել, քնել։ Բայց ես այդպես չեմ անում։ Բայց ճիշտն ասած ուզում եմ ասել, որ դու տանը նենց մի հատ էներջայզեր ունես, նա քեզ կթողի, որ դու չխոսես։ Եթե քնեմ էլ Իսկ մամայից տուն չես ուղարկում երբեմն։ Ուղարկում եմ, երբեմն գնում եմ, այնտեղ եմ մնում ու այն եզակի օրերն են, որ արթնանում եմ այն ժամին, իհարկե եթե շատ վաղ ժամի նկարահանում չունեմ կամ արթնանում եմ այն ժամին, որ ուզում եմ։ Իսկ մնացած օրերին իհարկե մեր զարթուցիչը մեզ չի թողնում, մանավանդ շաբաթ եւ կիրակի օրերին, երբ որ ինքը պարտեզում չի, Ու դու ևս ասում ես կարող եմ քնել վերջապես։ մի քիչ ավելի քիչ է քնում, չգիտեմ, դա երևի չգրված օրենք է, էլի։ Այդպեսին Մենք էլ էինք այդպեսին։ Ես հիշում եմ, որ կիրակի էր, ասում էի, վայ, պետքա քնեմ, վայելեմ, բայց ժամը 9-ից արթնանում էինք։ Չգիտեմ, հոգեբանությունը այդպես է աշխատում։ Ու ինքը 7-ից առավոտյան 7-ից վայելում է։ Ամենաջղային զայրացած սոնան որպես մամա, դա որ պահն է։ Երբ որ ես ոչ մի կերպ չեմ կարողանում իմ միտքը հասցնել իրեն։ Երբ որ ես փորձում եմ կրկնությունով այդ ամեն ինչը ամրապնդել, մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, հնարավոր է 6-7 անգամ նույն բանը շատ հանգիստ ասեմ, բայց երբ որ էլ տեղ չի, մեկ էլ մասսայական վայրերում, երբ որ չի ստացվում այդ կապը ու մասսայական վայրում ու մարդիկ էլ կողքից նայում են ու ինքը անում են ինչ որ ինքը ուզում է, հիմնականում դա կոշիկները հանելն է, սիրում են, հա, շատ սիրում են։ տանել միջև հագնում են ինչ որ բան, խնդրում եմ Մարի, ու ես հիշում եմ մաման ինչքան էր ասում, հագեք ձեր հողաթափերը, ու հիմա ես եմ ամեն օր Մարի հագի, խնդրում եմ, Մարի հագի։ Դե իհարկե ոտաբոբիկ էլ եմ թողնում որ քայլի, Իսկ դրա այդ մասին չի խոսքը։ Տանը, երբ արդեն չգիտեմ 16-րդ անգամ նույն բանը ասել ես, մենք կարող ենք տենց պատկերացնել մի հատ ուրիշ սոնա, որին մենք չենք տեսել։ Չեմ ասի։ Մենք կարող ենք տեսնել։ Իսկ որպես կին Էմիլի դեպքում ամենազայրացած այդ տարբերակը ինչից է լինում, երբ է լինում։ Երևի երբ որ ինքը չի կռվում իմ հետ։ Չի կռվում։ Շատ է շնեղվում։ Երբ որ ես ինչ որ բան ասում եմ ինքը։ Բայց հուներից դա կհանի ինձ թվում է։ Հա, բայց ինքը չի դուրս գալիս ուրիշ։ Եթե ինքն էլ դուրս գա, կկարողանանք ջր եզրեր գտնել։ Բայց մեկ մտածում եմ, որ հնարավոր է ինքն էլ պատասխանի եւ այդ ամեն ինչը, Այդ հույսն ես ունենում, որ հիմա մի հատ հա, պինգ-պոնգ բայց հետո կլինի, հասկանում եմ ինչքան ինքը ճիշտ է այդ ամեն ինչը անում, որ ավելորդ վարելիք չի լցնում կրակի վրա։ Կանանց միամսյակի հետ կապված շատ ակտուալ հարց, էլի։ Ինչ նվեր ես սիրում ստանալ, որ նվերներից ես ուրախանում։ Ծաղիկներ եմ շատ սիրում, չնայած ծաղիկը նվեր չի։ Ծաղիկը նվեր չի։ Բոլորին ասում ենք։ Ծաղիկի հետ նվեր էլ պետք է գնել կանանց եւ աղջիկներին։ Ծաղիկներ եմ շատ սիրում, ծաղիկների բույրը շատ եմ սիրում։ Նվերել Իմիջիայլոց ծաղիկների հետ կապած համերգներից հետո միշտ տանում ես տուն, թե կիսում ես մամայից հետ։ մամայից հետ միշտ կեսը տալիս եմ մամային, միշտ կիսում եմ։ Ծաղիկների հետ ինչ ենք սիրում ստանալ նվեր։ Ես սիրում եմ ստանալ նվեր, ես սիրում եմ նվիրել։ Լավ, չէ, այդ Չէ, բայց չեմ ասում, որ ես լավն եմ, ես ավելի շատ սիրում եմ նվիրել, բայց ես այնքան սիրով եմ նվեր ընտրում։
անգամ ծաղիկ նվեր ընտրում։ նվիրելու Ես համար։ ծաղիկ այնքան սիրով եմ ընտրում, նվիրում, նվերել, բայց նվեր ինչ եմ սիրում ստանալ։ Այն ինչ որ ես սիրում եմ, էլի։ Կոշիկներ։ Գտանք թուլությունդ կոշիկն է։ Կոշիկներ եւ Իսկ սպորտային բարձրակրունկ թե կոշիկներ։ սպորտային։ Չէ, սպորտային։ Սպորտային կոշիկներ շատ եմ սիրում ու Էմիլը արդեն գիտի ու ինձ նվիրում է սպորտային Սայզը գիտի, կոշիկներ։ բրենդերը գիտի։ Այո։ Նվերի թեման շարունակելով, ասեմ, որ նվերները շատ տարբեր կարող են լինել։ Հիմա մի հատ հետաքրքիր ու շատ պետքական նվերի մասին եմ ուզում ձեզ ասել։ Նախ ասեմ, որ ինձ շատ դուր է գալիս, որ Ital Solar-ը շատ կենթանի ընկերություն է, այսինքն այնպես չէ, որ վաճառում են մի ծառայություն, մի պրոդուկտ ու վերջ։ Չէ, անընդհատ կապի մեջ են հաճախորդի հետ, առաջարկում են տարբեր ակցիաներ, նվերներ։ Հիմա նվերի մասին, եթե ձեռք բերեք 10 եւ ավելի կիլովատ հզորությամբ արևային կայան, ստանում եք նվեր 2 վահանակ։ Դա նշանակում է, որ 1 տարվա ընթացքում 88000 դրամի նվեր եք ստանում Ital Solar-ից։ Հասկանում ենք, չէ, որ 1 տարվա մասին չի խոսքը։ Տարիների մասին է։ Այնպես որ զանգահարում եք 8128 կարճ հեռախոսահամարին, խոսում եք, ամեն ինչ պատմում են, ունենում եք անվճար չափագրում ու նախագիծ ու վայելում եք ձեր նվերը։ Քո առավոտը ո՞նցն է։ Երբ որ Մարին արթնանում է, տապ գնում է հյուրասենյակ, հետևից պետք է հասցնել գնալ, որովհետև դու չգիտես ինքն այնտեղ ինչ կարող է անել, էլի անկանխատեսելի։ Իսկ երազում ես կոֆեին հասնես։ Օրինակ ես ամենառոտ երազում եմ այդ կոֆեի ապարատը։ Այո։ Ու իմ սիրած սուրճն եմ պատրաստում ու գտել եմ այն սուրճը, որը ես շատ եմ սիրում, Թթու ես սիրում։ Ոչ, թթու չեմ սիրում։ Ապրես։ Դու մեր դասարանից ես 40, 60 ռոբուստա։ Հիմա ինչքան շատ է, չէ՞, թթու սուրճը սրճարաններում։ Բայց ես գիտեմ, որ դա որակը շատ բարձր է, լավն է, բայց ես չեմ կարող։ Սոն, բայց կներես, այդպես հիմա հրամցնում են մեզ, բայց ամբողջ Իտալիայում, որը իմ համար կներեք, հայրենիքն է սուրճի, բայց Իտալիայում երբեք չես խմում թթու սուրճ։ Իրոք։ Մեր սիրած սուրճն է այնտեղ։ Ես թթու սուրճ խմել եմ Ռիո դե Ժանեյրոյում, երբ որ ասացին, որ սա Կոպակաբանայի առաջին սուրճի խանութն է, մտանք եւ շատ փոքր չափի էր, բայց շատ թթու էր։ Իսկ առավոտյան Էմիլիի օրակարգում էլ դու ինչ-որ գործեր ունես անելու, թե առավոտյան տենց Մարինա դեպի սուրճի ապարատ քեզ խանգարող։ Մարին, ես պատրաստում եմ, հագցնում եմ, իսկ Էմիլը տանում է պարտեզ, մանկապարտեզ։ Ոչ մամաները դժվար կպատկերացնեն, որ թվում է թե սուրճ խմելը դա ընդամենը 1-2 րոպե, երբեմն 30-35-40 րոպե կարող է տևել, մինչև դու հասնում ես ասես մի հատ հանգիստ այդ կոֆեն խմելուն։ Այո, մանկապարտեզ ճանապարհելուց հետո նստում եմ, ասում են մեծ ճոխությունը, չէ, դանդաղ առավոտները, տարիքի հետ ցավոք, տարիքի հետ եմ ասում, բայց տենց է դա հիմա։ Ասա որ շատ էս կարևորում այդ հանգիստ քո նստելը։ Գոնե առավոտը չեմ կարող ցերեկը մնալ տանը, երեկոյան մնալ տանը։ Ես անհանգստանում եմ, երբ որ Բայց ես քո դեմքից հիմա հասկացա, որ ոչ թե չեմ կարող, որովհետև համերգներ են միշտ, այլ որովհետև չի կարելի։ Ես չեմ կարող նստել։ Չես մնա։ Չէ։ Առավոտյան տանը կմնամ, որովհետև առավոտյան իմ այդ հանգիստ ռեժիմն է։ Այդ հանգիստ ռեժիմի Իսկ մեջ գնալով օրը ինչքան ես հիմա ավելի հանգիստ եմ, բայց հիմա մի քիչ քնկոտ եմ այս ժամին, բայց հեսա օրը մի քիչ ավելի։ Երբ որ արևը մայր է մտնում, ես արթնանում եմ ու ես հասկացա ձմեռ երեկոն դա քո տենց աստղային ժամն է։ Այո, արևը ինձ խանգարում է։ Իհարկե ոչ Օդոմյան։ No sole mio mio։ Այ ես սիրում եմ։ Իսկ այդ առավոտյան մռայլ, բայց երբ որ աչքերս բացում եմ ու օրինակ այսօր արև էր, դրա համար եմ մի քիչ քնկոտ։ Հա, դա հաճելի չի, արև ջան։ Սոն իսկ այդ դրամատրություն իսկ այդ րոպեների ընթացքում, այդ հանգիստ րոպեների ընթացքում ինչ որ կարող պոդքասթ միացնես կամ երաժշտություն լսես, ինչ ես անում, լսում ես թե նայում ես։ YouTube-ով պոդկաստ։ Ես տեղյակ եմ հայկական եւ արտասահմանյան բոլոր պոդկաստներից, բոլոր հաղորդումներից, այնպիսի բաներ հնարավոր է նայեմ, որ ասում են ինչի ես նայում, ասում են որովհետեւ պետք է նայել։ Իսկ վերջերս ինչ որ ֆիլմ կամ պոդկաստ ինչն ես շատ հավանել խորհուրդ տաս մեզ։ Վերջերս ինչ եմ նայել, հիմա սերիալ եմ նայում Netflix-ով, բայց որն ես նայում։ Նայում եմ, որովհետև դա գտա, երբ որ Բեյրութում էինք մի շաբաթ առաջ, շատ լավ սերիալ նայեցի,
էլի Netflix-ով գտա Մեկ նայ պատահական։ ասա, էլի, որովհետև այնքան Հիմա հաճախ է ասեմ։ լինում, որ չէ բզբզում ես ժամանակ ես ծախսում ու Սա 3 եմ սկսել, The Beast in Me։ The Beast in Էս լավն էր, Իմ լավն է, միջի ոչինչ։ Bridgerton-ները 3 վերջին հատվածը, որ ամսի 28-ին էր դուրս եկել, արագ նայեցի, բայց սա սովետական ժամանակաշրջանի սերիալ էր։ Այդ թվերն էր նկարագրում, հիմա անունը մի վարքյան անունը ոնց գտնեմ։ Բուժքույր է, ով գալիս է ու բացահայտումներ է անում, շատ մեծ դժվարություններով այդ Սոնան տարիներին։ կգտնի ֆիլմի անունը Ես եւ հիմա մենք կգրենք։ Իսկ երկիչներից ում ես լսում։ Ու այնքան տարբեր բաներ եմ լսում, ջազ, դասական, ռոք, փոփ, հավասար լսում եմ ու այս վերջին արտիստներից Դերեյը արդեն մի քանի տարի է լսում եմ, բայց այս վերջում Where is my husband-ով Հայաստանի ավելի աուդիտորիային ավելի հայտնի դարձավ։ Շատ լավն է, շատ տաղանդավոր է, շատ եմ սիրում իրեն։ Նոր արտիստներից Teddy Swims, որ արդեն նոր չէ, բայց վերջերս անցյալ տարի սեպտեմբերին Լոս Անջելեսում ունեինք համերգ Greek թատրոնում ու մեր համերգի նախորդ օրը ինքը ուներ համերգ ու ես այդ օրը հասել էի։ Մի օր շուտ գնացիր, քեզ թվում էր քո համերգը մի օր շուտ է։ Ու գրիմանոց ուզում էիր։ Գարիկն ասում Սոնան մենակ շուտ կարա հասնի այն դեպքում, որ հանկարծ իմանա, որ համերգը մի օր շուտ է, մենակ այդ դեպքում։ Ու Տոմս ձեռք բերեցինք ընկերուհուս հետ եւ գնացինք Թեդին կենթանի լսելը շատ հաճելի էր, շատ լավն էր։ Էներգետիկան էր լավը, ինչպես ինքը, այսինքն էկրանից այս կողմ հեռախոսից այս կողմը այնպես էլ բեմում էր, շատ էներգետիկ, շատ լավ համերգ էր ու հաջորդ օրը ես երգեցի այդ բեմում։ Բայց չէ բանա չէ, որ դու ստեղ հանդիսատես ես ու Հա գնացել էի գրիմանոց ասում եմ, օ երեք Թեդի։ Սոն ապրես որ եկար, Շնորհակալ եմ, շատ շատ ապրես որ որ եկար, հրավիրեցիք։ նախ գիտեմ որ քիչ ես հարցազրույցներ տալիս, թեպետ սա արի ասենք որ հարցազրույց չի։ Հարցազրույց չի, բայց քիչ եմ տալիս, որովհետև ավելի հեշտ է եւ ավելի հաճելի է ինձ համար երգելը։ Բայց քեզ հետ շփվելը Շատ լավ հնարավորություններ հաճելի էր քեզ ու շատ տեսնելու հավես էր։ այս ոդկասթի հավես կողմերից։ Իսկ ամենահավեսը հենց դա է, որ իմ սիրելի մարդկանց հետ կարողանում եմ հանգիստ շփվել։ Դու ինչպես սկզբում ասեցի, հիմա էլ կասեմ, մեր քաղաքի շատ լավ աղջիկն ես։ Շատ, ինչ իմ համար շատ կարևոր է ու շատ կարևոր է, որ դու լինելով ֆանտաստիկ երգչուհի, կարգին մարդ ես։ Վայ, կարմրեցի։ Արև, շնորհակալ Քեզ եմ շատ շատ։ սիրում եմ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում ու երբ որ այդ օրը համերգին իջա ու ձեզ տեսա նստած, հարազատ մարդ, ինչպես մերոնց եմ տենց իրենց էներգետիկայից ոգևորվել այդ օրը, այնպես էլ ձեզնից ու շատ ուրախացա։ Շատ հաճելի էր, որ այստեղ էիր, հիմա մենք կանչատենք, ես կգամ, քեզ կգրկեմ։